ես խոսքի հիմա մտածում եմ ես էլ վсё ես էլ beatbox չեմ կարող անում Ես պրոստը մտածում եմ, որ դե օրինակ ֆուտբոլը գաս լիքը փորձես skiller զարգացնես, beatbox-ը ըստ պարուսը ինչ որ աստծուց տրված է, էլի դենց կամ այդ ձայնը մեջից դուրս կգա կամ արա հա ինչ որ բան երգիչի տիպի բան է էլի բան իրանց սաղ ընտանիքը beatboxer-ներ էին երեխան տաղանդավոր է ծնվել ժառանգել հա դա բանը Семейная линия բանը абсолютника абсолютника սաղ բաները սաղ բիթերը բռնում է Պապա Երևանի լավագույն beatboxer-ն է Պապա համալիր է beatbox-ն շոն հասկանալի տաղանդ Նույն մոտնեստ պարուսը որ խոսքի ես ասենք այդ ինչ որ վիբրացիայի ձայն հանել չեմ կարա ինչքան է ուզեմ то есть ես այդ skill-ը չեմ կարա ձայնա բանը զարգացնել ինձ թվում է ես կարող հետի չէ դա շատ բխկոցեր ես բան եմ արել ռոք խումբ եմ ունեցել դու գիտեիր չէ ես բան եմ արել 17-16 տարեկանում metal chick եմ ելել metalhead եմ եղել մենք խումբ ունեինք 3 հատ համերգ եմ տվել ու բան ունեմ իստորիա ունեմ բանի ռոք կարիերայի հələ короче բաներ ես այդ վաղ տենց բունտար երեխա էի ու չէի գնում դասի գնում էի ջազի քոլեջ ինչ որ ընդ ես բունտար եմ ես իրանց հետ եմ դասին գնում էի իրանց դասերն էին ամբրոստը դե մի հատ տղակար ասաց կուզես բաս գիտարիստ դառնաս ես է գիտար էի կարող նվագել բայց ասի բասը տիպը խնդիր չի սկսա բաս նվագել դու մի հատ ուրիշ տղա բան արեց ասեց կարող դու վոկալ կարողանաս անես ես է սիրում էի էլի ասացի ախպերս մի ամսից սովորած է ու բան գնում էի տուն սենց պարապում էի երբ բան բարձր միացնում էի ինչ-որ այդ բաները Suicide Silence բան ու ճվում էի տակը սենց բան սենց հետո այդ խումբը ձևավորվեց սկսեցինք փորձեր անել բան մի 10-12 հատ երգ գրեցինք այդ deathcore ժանրի մեջ deathcore լսել ես երևի այդ որ ինչ որ վախենալու ձայներ են գա հա բան ու տենց այդ երգը բայց հուսա բար չեմ գրել вообще lyrics չունեին երգը սաղ տենց ձայներ էր просто ձայներ էի հանում вообще այդ երգերի մեջ միշտ բառեր են գրում բայց ես ջոգել էի էլի որ մեկը ոչ ոք չի ջոգում այդ բառերը ու մի հատ երգ կար բառերով այդ էր որ սենց բրամ գրած էր էլի մնացածը ինչ որ տեղեր բառեր կար ինչ որ տեղեր բառեր չկար էլի դու կարևոր պահա բառ կա կարևոր պահ չի դες բան արեցի մի հատ համերգ տվեցինք где-то մի 150 հոգի մարդ եկավ այն վաղ տիպը էլի խումբ կար իրանց սիրում էին իրանց այդ համերգ տվինք եկան այդ համերգի highlight-ը որ mosh pit եղավ ինչ եղավ mosh pit այդ ինչ որ խփում են իրար բան բրթում են slam ես sense բեմից թռա տեքստները տիպը ես rock звезда եմ всё und բան տիպը հերթապ է գետնին բաներ sense ծղլիկ պարկետ մի հատ տղու բրթեցի դա ընկավ ասում եմ ես вообще rock звезда եմ հիմա հետո բան հելա բեմ բրծավ սեթը ու տղեկից մեկը գոռաց էլի ես այդ սխալ եմ արել սախ գոռալ մորալ բան դա ինչ որ տեխնիկաներ կա էլի ստես բեսամ ցավում չեմ կարել ես երգեմ ու բան գնացի զուգարան մի հատ sense լավ հետ տվեցի հետ եկա շարունակեցի մի հատ երգ է հետո հակա գիտարիստիս հետ այդ նույն օրը թե չէ երևի մի ամիս հետո հակա գիտարիստիս հետ ընդ ինչ որ բան էր այդ ռոք գրուպի կոնֆլիկտներն է էլի մուզիկալնի կոնֆլիկտ այդ պետք է լինի բարդ հա եթե տենց իստորիա կա ռոք խմբի ինչ որ կոնֆլիկտ եղել է մեջը բան հակա գիտարիստիս հետ դուս եկա ինքը բան տխրեց շատ բայց մյուս օրը արդեն ուրիշ վոկալիստ էր ճարե ես էսներ ջղային բան տիպը պետք է իրանք ինձ հետ կանչեին դուս եկա ես դուս եկա ես եմ բանը վատ կերպար եղել իստորիայի մեջ պետք է դուս գար բայց հետո թազա
դու խոմ ստեղծեիր ու իրանց ապացուցեիր տենց եղել է։ բան է եղել, դուրս եկա իրանց թազա վոկալիստը եկավ, ինքը իմ գիտարիստից խնդրեց որ մի քանի բան սովորացնեմ, տենց տիպի ես փորձեցի, Այն գիտարիստում հետ որ հակեր։ Պես մենք Մեծ մուզիկալն էինք հակեր, ջկերական, օքեյ, հետո մի քիչ սովորացրեցի բան, ինձ ուրիշ խմբից կանչեցին, գնացի իրանց մոտ ու вообще սենց շատ սենց զլոյ մարդ էի, տիպը սա մենք պետք է ավելի լավ ելնենք, սենց բաներ էի մտածում, իրանց հետ համերգ տվեցինք, հետո այդ խմբից է հելա, ես вообще տենց ռոկերսկի պրոստիտուտկա էի, պրոստը դուրս էի գալիս ակումբից, հետո մի անգամ գնացի այդ ամենաառաջի խմբից համերգին, ինձի համերգի մոդկավճար ուզեցին, ես շատ տխրեցի այդ վաղտ, ես մտածում էի գրողը տանի, ես co-founder-ն եմ, Աղաբինն է։ ու բան, վոկալիստը վատացավ ընթացքում, գիտարիստը սենց միկա, պրոստը հելնում եմ, լուրջ է, իրականություն է, ճոգում ես ինչ ուրիշ կյանքը հիմա, ու բան այդ գիտարիստը ասում եմ միկա, ես հելնում եմ բեմ, 2 հատ երգ ենք տվագում, այն պոպուլարնի խմբի վոկալիստներն է հելնում, երկուսով ենք մի հատ երգ, որպես վոկալիստ ես ելել, ահա, վոկալը էլի են առաջվա պես էր, որ բառեր չկան, չէ, вообще, պրոստը ձեներ պիտի անց, դետի դաժե այդ ուրիշ խմբի բան վոկալիստը եկավ, ինքը լավ է գիտեր, որ բառեր պետք չի հելավ, պրոստը երկուսով դուետ, բո, ու տենց, ու բան, հետո вообще մտածեցի որ շո stand-up, ու սկսեցի մենակ stand-up անել, այդ ժանրը ոնց էր կոչվում, որ deathcore իսկ այդ deathcore-ի վաղտ ոնց պետք է ջոգես, որ վոկալիստը վատացել է, ապե, այդքան է հեշտ չի, ձևը ինքը վատացել է դրա համար է տենց երկու, էլի ոնց է կրա վատանա չջոգես, ջոգում ես երբ որ հելնում է բեմից գնում է, այդքան պրոստը գնաց զուգար են բազելով, ջոգում ես երբ որ սկսում է նորմալ բառեր ասել հասկանալի, բո բարև, Դեսի վատացել է այստեղ, դզվավ, չէ լավացել է այստեղ են, իսկ ոնց էր կոչվում զույգ խումբը, Bad Essence, բան, այն մյուս խմբերն է, վատ դույքներ, չէ, Essence, հայերեն դեսիս լսեցի, բայց դա էլ կարող, Essence-ը որն է, Essence-ը բան, վատ, влияние, ազդեցություն, ազդեցություն, իսկ այդ տիպը դուք եք վատ ազդումուշների վրա, թե ապա դուք հետևանքներ եք դրա, մենք սաղ, մենք այն վաղտ բան, տենց որ ռոկերները սենց սաղ, սենց ջղային մարդի բան, սենց ասնես արա, դեսի մենք վատ, մենք ենք, բան էլի, տիպ այդ deathcore ժանրում, տիպ հիմնականում բան է, ինչ-որ ջղային անունները, խմբերի անունները, ու լոգո ունեինք այդ բանով, անհասկանալի շրիֆտով ինչ-որ սենց սուր կրական նման բաներով, Հետի вообще, բայց դզեց, որ բան դուս է գալի, ես պրամ մտածում էի, որ կամ ես հյա կամ stand-up-ը, ու ես արա սենց այսցի stand-up, ու stand-up stand-up, այական խենթ պատմությունը, չէ կոնկրետ տեսենք, մենս բաներ կա, որ սենց պատմում ես, ասում եսի, ոնց որ ես եսի կինոյում եմ տեսել դաժան, հենց անհավանական ինչ-որ բան եմ, ես տենց մի քանի բան ունեմ պատմություններ, դու իմ առաջի ելույթը գիտես, չէ, ես բան, stand-up ելույթ, որ stand-up dead rock community հետ ես շատ լավ էի, որտև տիպը հետներն էի բան լրվում, այդ վաղտ որ stand-up չկար, խումբ կա, հիմա շոր նեմրայի տիպի խումբա, Kindergarten-ը կոչվում, իրանց վոկալիստը իմ ընկերներ, ես խնդրեցի իրանց բան ակուստիկ սեթ էին նվագելու, հելնեմ ռազագրև անեմ stand-up-ով, այ ինչը որ շատ վատ միրգ է, մարդիկ եկել են բան երգ լսեն, ու մի հատ մարդ է հելում, դեբիլ բաներ է խոսում,
ու բան այդ օրը ես вообще մատերիալ չեմ գրել այդ օրվա համար ես տիպը մտածում եմ ես սենց եք շատ ինքնավստահ ես սենց եք արամ ինչ որ բան անեմ ու հելնում եմ պրոստը բան ես ասել եմ 15 րոպե ու 15 րոպե ուղիղ ես քաք եմ ուտում вообще խնդալու չի ընդ մեր կոմիկներից ես Հայկ Սպարտակը շատ շուտ ենք իրար ճանաչում Հայկոն ինչ որ զալից բաներ է սկսում գոռալ որ փրկի ինձ որ ինչ որ պատասխանեմ խնդալու լինի ու ես չեմ կարող արդեն ինձ տոճկի է հասել իմ քակուտել որ ես չեմ կարող խնդացնեմ մարդիկ կորել են ջոգար ու այդ բարի տերն է կայնած ընդ ինչ որ sense թարսնայում է ինձ ես ասենց պրոստը вообще չեմ կարող տենց երևի մի 5 հատ ելույթ ունեցա բան էլի տես համերգից առաջ հա բայց մի անգամ էլ լսել է պուբլիկանից խնդացել է բան մի անգամ ստոպում էր բան էլի ինչ որ 3 հատ խումբ էին նվագելու պրոստը պիզդեց բաներ ժխոր էր ընդ вообще ես տենց նայում էի խոսքի սաղ իրար հետ խոսում են ես բեմ վրա կայնած եմ խոսում սաղ իրար հետ խոսում են ու մի 4 հոգի նայում է վրես որ ես sense ասում եմ ես 4 հոգուն ես ոնց եմ սիրում вообще վատ էր Նա համերգից առաջ ստենդափը իրականում շատ վատ էր դա прям վատագույն experience մի անգամ բան էր էլի տենց ռոք ֆեստիվալ էր կանչել էին վարեի չձգեցի տիպը պետք է ելնեի խմբերից առաջ է հայտարարեի ինչ որ կատակներ անեի բաներ հելա սկզբի խումբը հայտարարեցի հելա երկրորդ խումբը հայտարարեցի ուժը ջոգել որ չեմ կարա շատ sense զրյա մարդ է ես հետևել sense պրոստը մարդ է դաժե խնդալու բան չի ասում բայց ու բան բարաբանշիկ այդ ռոք խմբերից մեկի պահետակ բան արեց չեր հելնում բարաբանի վրից որ ես մնում էի հելում էի բաներ բդումց սերանում ամեն շուտկից հետո բդումց սերանում ես sense դեր դզեցի sense կլինի պրիկոլները բդումցս շատ բաներ cringe շատ cringe երախեք բայց ես գոհ եմ որ տենց բաներ եղավ դե բան էլի experience-ը դե դու ոնց որ խենթություններ սիրում ես էլի ըստ քո պատմությունների սիրում էի հիմա չէ էլ տենց շատ չեմ բանան տարիքս են չի ուժը մտածում եմ ամստանամ էլա խենթություն էլ բտե էլ էդի բանը 50-50 է կարող ամստանաս կյանքդ կործանվի խոսքի ու կարող խենթություն չի բա դե էդի էլի եթե դու պատրաստ ես անես ինչ որ բան որ կարող է կյանքդ կործանի 50% հավանականությամբ կյանքդ կործանվում է ու դու համե երեխան ես ու իր կյանքն էլ կործանվում երկու հոգու կյանք կործանվում է ու երեխա կարանքում է ինչա ճիշտ է նշանվելն է էլի հետո հայերը լավ են մտածել այդ պահը որ տիպը նշանվակ մի քիչ ջոգում եք ինչա ոնց է ու նշանը հետ ընտանե հա էլի եթե բանը չնայած ես նկատել եմ որ աղջկա մասին տղու մասին չեմ լսել իհարկե մեր общество է տենց բան բայց որ ասում են աղջիկը նշանը հետ է տվել ինչ որ էլի sense ոնց որ ամուսնացած բաժանվածից մի ուռվեն ներքև էլի այդ աղջիկը դա որի բան է թե դա տալիս պրոստը նշանը հետ տալ այդ արտահայտության մեջ ոնց որ այն մոմենտը ալնի որ տղեն էր մեղավոր դրա համար նշանը հետ լինի դի գոնե մի քիչ արտահայտում այսինքն եթե ամուսնացե բաժանվել են դա վсё երկուսով էին դեբիլ իսկ sense գոնե մեկը մեղավոր էր էլի անց պրոստը չէ դա ամուսնալ բաժանվել դեպքում է հակառակը ոնց որ արդեն աղջիկը որ ասա ուդարը գնում էլի տղեն բաժանված դե մի բան են չի եղա աղջիկը այդ բաժանվել են բայց եթե բայց բանը չէ sense մի անգամից ջոգում ես սազմարտիկ ինչ են մտածում է դրա վրով տիպը այս դեպքում sense է այս դեպքում sense է
Բայց չես կարա դի ներքինի իմանաս։ Այդտեղում ստացվում է, որ նշանվել է ավելի շատ աղջիկներին է ձեռնտու Հայաստանում, որտեվ ձև ունեն հետո Տղու վրա գցած։ հա Տենց է դառնում կամ իրաց է դրա մեջ ինչն է լավը նշանը հետ տալու, որ դու այդ մատանին հետ ես տալի, ոնց որ դրանով ցույց ես տալիս, որ ինձ էսի պետք չի։ հա Ես սրա համար չեմ քո հետ։ տիպը կանք ամուսնանան։ Ինձ էս պետք չի կանք առանց սրա ամուսնանան։ Չէ, յանի եթե ես տենց մաքուր մարդ չլներ, ես ամեն գնով կուզես թանկարժեք բան պահինձ, բայց անքեզ Դու քեզ նենց պահեցի, որ ես չեմ կարա հետ չտամ։ Ես չեմ լսել որ տղեն նշանը հետ տա։ դե նշանվելուց երկուսն է մատանի դնում են, թե մենակ աղջկան դնում։ Եսին Տիպը որ նշանվում են, դա երկուսն է չպետք է մատանի դա։ Դե բայց եթե հա, ուրեմն ստացվում է երկուսն է վերադարձնում են, չէ՞ մատանիները։ Թե մենակ ով որ ուզում է բաժանվի։ Իմանալով պրոստը տղեն չի մատանիները առնում։ Հա, երկուսն ինքը առնում։ Տիպը տղեն հետ է տալի, բայց դա բանը պրոստը նիվի գտնի է տղուն։ Տիպը ինքը երկու հատ մատանի, ես երկու հատ մատանի եմ առնում, մեկը դարձեմ քեզ, հետո ասում բաժանում ենք, ես էլ եմ տալի քեզ։ Դե համար տղերքը նշանը հետ չեն տալի, երբեք որտեղ սա իրենց առել են որտեղ։ Դա ես այդ հաստատ չգիտեմ որ տղեն է առնում։ Դա ինչ որ ներքին բաներ է, չէ՞, պայմանավորվածությունները։ Այսինքն եթե լուրջ իստում է երկուսն է առնում են, էլի։ Հա, ամեն մեկը իստում է զարգացած ընտանիքներում է տենց։ Որտեղ ինչ որ բան կա, որ բան sense դուք այս ծախսն եք տենում, մենք այս ծախսն ենք տենում։ Հա, ճիշտ է, տենց մոմենտ կա նշանվեք բանն է անում, աղջկա կողմն է հոգում, ամուսնությունը այդ հարսանիքը բանը, տղու կողմը։ Դա շատ անարդար է։ Դե անարդար է, բայց քանի որ Տղեն հայկական օբշեստվամ ավելի մեծ դեր ունի հայանի։ Ավելի Չնայած չէ, իրոք անարդար։ շատ անարդար է։ Ոնց որ բան, այս փոքրը քեզ, մեծը դուք կանեք։ Ես вообще-то մտածում եմ հակառակը, պետք է երկուսն է տղու կողմը անի, որտեվ եթե հանկարծ բաժանվեն, սաղուդարը աղջկան է հասնելու։ Գոնե ծախս տեսած չլեն էլի։ Դες հետո իր անունն է ընկնելու։ Որպես մեր հասարակությունը, որպես բան, ամուսնացած բաժանված աղջիկ։ Անակ տղեն որ ամուսնացած բաժանված է ալնում, իսկ ոչ մեկ չի ասում, որ ինքը ամուսնացած բաժանված է։ Աղջկա դեպքում դա իր առաջի բանն է, ոնց որ անուն, ամուսնացած բաժանված, հետո տարիք։ Սա ինձ ամուսնացած բաժանված ավելի լավ է։ Անսենց մեծ մարդ արդեն գիտի էլի ինչ որ պունկտեր կյանքում։ Դաշը համաձայն եմ, այդ մարդը արդեն շատ նավար է, որ մտածում է, որ էլ պետք չի ամուսնանալ խոսքի կամ ամուսնանալուց ուշադիր լինի։ Այս նայի տղեն իրան ոնց է պահում բան։ Հա, օրինակ ինձ թվում է կարելի է տղու պահվածքից նախապես ինչ որ նշաններով հասկանալ ինքը քեզ կծեցի թե չէ։ Հա։ Խոսքի մինչև ամուսնալը չի ծեցի հավանաբար, բայց եթե գոնե ինչ որ sense կտրուկ շարժումներ կա, այդտենց ինչ որ բաներ է։ հա, դա պատկես որ նույն տաններ չլնեք սաղուրը կտրուկ շարժումներ անի, հաստատ քեզ կպնելու անի։ Սենց բաներ անի։ Իրար կողք եք քնում սոտիկի, ոնց էլի մի անգամ կկապնի, էլի։ Առաջ այդ բանը ամուսնանալու թեման շատ բանը։ Հայկական ինչ որ մտածելակերպի մեջ խորացած բայց նստած բան է էլի։ Սա իր կարևորությունը հա շատ արտադիր լինել։ Ես օրինակ տենց բան չեմ, մերոնք օրինակ բան չեն անում տենց, բայց տիպը որ ինչ որ բարեկամների կամ բանի ընտանիքներս նայում լրիվ ուրիշ կյանք է դառնում։ Դաժե տենց պատմություն ունեմ, գիտեմ, որ ծեծել է կնոջը, գնացել է տնից, այդ մարդը, հա, հետո այդ մարդը խնդրվել է, հետ է եկել, էլի է ծեծե, էլի է հետ ոչ եմ սենց, որ գնալ, խոսքի մի եկ անգամ, դες դու խոսքի
չես ջոգում, որ կարայելի է։ Ես ջոգում որ խնդրում եմ հետ գաս որ ծեծի։ Պարապա մնաց հետ մարդը ես հետ գնում։ Լավ ես մի երկու ամիսա ոչ մեկի չի ծեծել, հիմա գնաս լիքը հավաքված այն։ Ան հեսա մյուս ամիս տուրնիրի եմ կեր պարապեմ մի քիչ։ Բան անենք։ Այս կարա է թե ավելի հակված լինեն հայերը սպորտով զբաղվելու, իրանց այդ ագրեսիան հանեն սպորտի մեջ ու թե պրոստը ավելի ուժեղ են խփելու։ Օրայտի շատ բան հարց ես տալի։ Կամ վախտը կբերի կամ չի կարող է սպանի խոսքի։ Չէ, ինձ թվում է, բայց հա սպորտով տիպը ագրեսիա դուս է գալի էլի, չէ։ Կամ գոնե GTA խաղան, տենց մարդ սպանեն ավտոյտա գցեն լիքը մարդ բան։ Ինձ թվում է պետքա բան հայ տղամարդիկ գործից կանտոն ինչ որ բան շուտերներ խաղան բան կամ բան բոքսի գեյմ։ Դա խոսքի ավտոբուսի մեջ բանի տեղը PUBG-ը խաղում։ այդ ֆրիսպին ֆրցնելու տեղը լույսը ինչ որ կրակոցի խաղան է։ Ֆրիսպինը ագրեսիա ավելացնում է։ Դա բան չեմ անում։ Ավտոբուսի մեջ որ ֆրիսպին եմ ֆրցնում։ Դա ինչ վստահ ես դու քո վրա որ դա շատ անձնական բան չի, ես ունեմ տեսել որ հա, անձնականի առումով համաձայն։ Տիպը դու լուդաման ես։ Ուրիշ մարդ չպետք է դա իմանա։ Էդի ջոգոնս էստո մարդիկ բաժանվում են տենց երկու մասի, մերպես մարդիկ ու այդ ձև մարդիկ, մերպես մարդիկ ովքեր համարում են որ դա վատ է ու մյուս մարդիկ ովքեր որ դաժե մի միլիմետր չեն մտածում որ դա ինչ որ վատ բան կա մտածում են ու այդ ինձ թվում է գալիս է նրանից որ շատ մարդ է խաղում ու իրանք գիտեն դա սաղից մեկն եմ էլ ինչ կա դա վատ բան լնես չէին անի մարդիկ Մանավանդ միշտ պատմություն է, չէ՞, որ մեկը ավտոաշահ է։ Ահա։ Ես մի անգամ տաքսի էի նստել, իմ օշկի առաջ ֆրցնում էր ու ռուլի փոխարեն լիսպիներ ֆրցնում։ Ասած բան, դրել էր ավտոմատ ֆռա, սենց համ քշում էր, համ էլ նայում էր, սորը տվեց։ Սմա ախպերս կոպայես կն բան գնաց կորը։ Դա պրոստը ֆրցում է դու բան։ Ֆրցեց, սմա կուզես մի հատ բան ցույց տամ։ Դե եսա խոսքի հետաքրքիր է էլի ասում եմ, ես ինչ պետքա ցույց տա։ Սենց ես մա հեսա վիդեո սկրին եմ արա։ Դնում եմ սենց ինչ որ սմենա այստեղ 1000-ով էի ֆրցնում, ջոմս 1000-ով ֆրցնելը տիպը պետքա լիքը փող ունենաս որ 1000-ով կա։ 1000 այդ ինչ 1000 դրամով մի հատ սպին։ Հա, то есть տենց մեծ ռիսկի տակը որ մեծ ռիսկի, հա, տիպը 1000-ը 90%-ով 99%-ով կորը։ Ու հանում ես այս ցույց տալիս մեզ 1000-ով էի ֆրցնում բան ու բան հելում է ինչ-որ 100 քանի հազար ասում ես նա այսպես կրեցի հետո սախ կար ասում եմ դերսի вообще պատմելու բան չի Ինչքան սկզբից հույս կար որ դա հաջողության պատմությունն է չէ բան ես ինչ-որ մտածում եմ սա ավտո առնելու մասին է բան ինչ-որ ունելու բան ինքն էլ է տենց մտածում ես թող դրա համար ցախ կարվեց արա Դու կազինո գնացել ես կյանքում։ Դու ես մի անգամ եմ գնացա։ Ինչ զգացողություն է։ Բայց ամենա բլին դա շատ կեղտոտ տեղը։ Տիպա զգում ես դու напряжение կա ինչ որ դու որ մտնում ես ընդ դա սախ կարմիր է, չէ։ Կինոների նման էր մտնում ես ջոգում ես որ էսի կարմիրն է նենց գույնը որ ինչ որ սատանա ու բան սենց ինչ որ մարդիկ են որ արա սենց նամն էր ջոգում ես իրանք լիքը փող ունեն բայց այս սաղ վատ մարդիկ են հանդե մի հատ մարդ կար որ սենց լիք երևում է իրենց որ ինքը տիպը լիքը փող ունի պրոստը բաներ անում տիպը մենք ընկերներով էին գնացել սենց պրոստը experience-ի համար ու մենք ջոգում ենք մենք դա թողելու հա մենք դա ինչ որ բաներ ենք էլի ոչնչություններ ենք ինչ որ ու ընդ մի հատ մարդը սենց գալիս է փողը գցում է սենց սպասում է չի տալի սենց մի հատ է գցում ինչ որ սենց գցում է աթա սենց բան քրվում է դիլերին ինչ որ fuck this բան սենց բաներ ասում ասում արա դե էսի դժողքն է Вообще շատ վատ։ Էս որ
մարդու տեսակ պետք է լինի, էլի, որ դա իրեն դուր կա պրям։ Ժողում ես ինչն է բանը, որ խոսք կան տենց հարուստ մարդիկ, ոնց որ նկարագրիր ու կան լիքը ոչ հարուստ մարդիկ, ովքեր վերջի փողերն են տենց ախսում, ու դու խոսքի մտնում ես այդ կառույց ու սենց ժողում ես, որ ստեղ մարդկանց ճակատագրեր են կործանում։ Շատ վատ է։ Պրям դու արա դե այդ աուրան աննկարագրելի է պրոստը, դե ժողում ես դաժե պատուհան չկա, որ լուխնես մի։ Ինչ որ դժոխային տեղ է, էլի։ Չես կարա բանանես։ Դե ձեւ ինչ որ մարդկանց հենց այդ է կայֆա, չէ։ Որ հա, այդ դժոխային վիճակը տես։ Այդ ինչ որ մարդիկ են, դա իմ ջոգլով դες ինչ մարդիկ են, որ սենց ինչ որ էսկորտնից հեքի հետ են ֆորում, բան, սենց ոտ մարդիկ պետք է լինեն իմ ջոգլով։ Հա, ինձ թվում պետք է մի քիչ շատ կայֆեր արածալ ունես, ու արդեն սենց ինչ որ գրեազ ուզես, էլի։ Հա, ինչ որ երեխեք։ Կազաններ, հա։ Որ լեվելներով է դա գնում, տիպը սկզբում հեռախոսի խաղ ես խաղում, դու ինչ որ կամած հասնում ես կազինոյի։ Դա ես հուսով եմ ոչ մեկ չի հասկանում ես դիտող մարդկանցի։ Ոչ ոք չի իմանա դա ինչ բան է։ Դենց մարդկանց դեմքերից հենց զգացվում էր, հա, որ բան են սենց նո իր փորձը երևում էր իր դեմքի մեջ։ Հա։ Ես պրям բան դա մարդիկ կան, որ երևում էր, որ իրանք խեղճ են։ Ու մարդիկ կան, որ երևում էր, որ ինքը հենց նոր խոսքի $1000 կրվավ իրան вообще թեփացում ինքը դրա վրա։ Մարդիկ կար, որ երևում էր, որ խեղճ են, ու մարդիկ կար, որ երևում էր, թե ում պատճառով են իրենք խեղճ չէ։ Այդ այնց էր ինչ որ։ Այնտեղ մի հատ մարդ կար, պրям երևում էր, որ էս իր վերջի փողերն է, ինքը գրվում է ժոստկի։ Սենց տխուր պրոստը նստած է բան, ու իր կողը մի հատ մարդ է, ինչ որ էսկորտնից է հետ, սենց վեկալեկին փողերը։ Այդ ոբշի դաժան բան, որ այդ երկու մարդը իրար կողք են նստած խոսքի։ Ջոգում ես։ Հա, Շատ ողի բան է։ Որո դա լավ experience, սիրում եմ բառը experience։ Մենք ստացի գրեցինք։ Նշա։ Մենք գրեցինք, հա, մենք գրացել ենք տիպը բանի համար, մենք չոտքի ինչ որ բան ունենք։ Տիպը այսքան փող կարանք վատնենք, գրեցինք 3 օրով ենք գնացել ենք Վրաստան 3 օրով։ Գրեցինք, վեկալցինք ամենալավ հյուրանոցը։ Ա, ես գիտեմ։ Դու այդ իստորիան գիտես։ Հա, քեզ հաստատ պատմել է Արան։ Հա։ Ես մասնակից Ծրոթոյի պատմությունը, հա։ Դա լավ խենթ պատմություն ինչ որ։ հա, ես դու ասում ես խենթություններ չկան քո կյանքում։ Դες փող չէ վեկալ։ Դա էլ է խենթ, էլ առանց փող գնացել։ Հա։ Դու չես խաղացել։ Չէ։ Հա։ Ես բայց խնդալու էր, որ ես մենակ չէի խաղալու ու բան ես ունեի այդ կազինոյի կարտան արդեն մտա, իրանք ընդ կարտա են սարքում, ես փող չունեմ, պրոստը քայլում եմ։ Դու որտես ուներ այդ։ Ես մի անգամ եմ գնացել ընկերոջս հետ, բայց էլի չեմ խաղացել։ Պրոստը մտել նայել եմ։ Ոնց կարտաս վերցել, որ գնաս Հա, նայես։ ու այդ կարտաս վեկալել եմ, էլի։ Հա։ Համար ատրակցիոն է։ Այն համար ավելի շատ նայելու բան է, ոնց որ ֆուտբոլ նայեմ։ Ես ինձ ընկերներս դավայ։ Լավ խաղա։ Բլին, այդ օրերը вообще շատ բան էին, սենց որոշել ենք, որ այդ փողը պետք է հենց դա ծախսի, որովհետև դա սատանայից եկած փողերը մենք դեմ ենք տենց փողերին, ու вообще շատ կայֆ։ Կայֆա սատանայի փողերը ծախսել չէ։ Տենց օթից ինչ որ վերջի օրը բան, որ պետք է գայինք Հայաստան, մենք որոշել ենք, որ պետք է այդ փողերը դա թողենք, ու բան, օֆիցիանտին սաստաղեքը լիքը չայով թողեցին, մենք հետ են գալ այդ օֆիցիանտը սենց մոռացել է։ Նու ասում ընկեր, էսի սատանու փողը։ Շատ բան է։ Ժեզա։ Երևի մոտ չի հատած։ Ռոս օֆիցիանտների չայվոյը
ինչ որ կրոպնի չայվը շատ հաճախ կախված է պրոստը հաճախորդի Տրամադրություն, ինչ-որ տրամադրություն ու իրադարձություններ ինչ որ իր մոտ եղել է, то есть ճիշտ պահի եթե հայտնվես ու տենց քեզ կարող մի $200 չայվայ թողեն, որովհետև սատանայի փողեր դրանք խոսքի։ որտեղ երեխա է ունեցել հետո Հա, կամ Բայց դու որ գնացել ես գործի, вообще չես իմացել, որ այդ օրը տենց բան կարա լինի։ Блин, ես որ աշխատում էի, ես բարիստայում աշխատել, Հիշում։ դա գիտես դու, ասում եմ, որ իրանք էին մանը, բան, մեր մոտ մի հատ հաճախորդ կար, ռուս էր, աշխարհի ամենաշնորհքով մարդն էր, տիպը դու իրան տանում էիր կապուչինո, ինքը միշտ սենց էր շնորհակալություն, спасибо большое, բանս, խոնարհվելով прям, ու эти типа շատ բլակադարներ, ինքը прям երևում էր, որ կիրթ բլակադարնի մարդ է, հացը ուտում էր, տիպը սենց սաղ, սենց դասավորում էր, բան, բերում էր ամանները մեզ էր տալի, տիպը, ու 20,000 չայվ էր թողում, ու մենք չենք ջոգում այդ, մենք ոնց որ սովորական աշխատողներ ենք, պրոստը մարդը եկել է կապուչինո խմե, դու կապուչինոյի համար տիպը 1000 դրամ չայվոյն է, օքեյ, 20,000 էր թողում, իսկ մեր մոտ տիպը տենց մարդ չկար վաբշե, որ կյանքում 20,000 չայվոյի միջև այդ ոչ մեկ չէր թողե, մենք պրոստը սենց աղբի մեջ էինք ինչ-որ, ամեն անգամ տենում էինք այդ մարդուն, ինքը ամեն անգամ բան էր թողում, 20,000 թող։ հա ու մի երկու անգամ եղել է, որ ինքը մտել է պրոստը, որ ատամն էին հանետոլ ինչ, ասաց սառուց կտակ, տոպրակի մեջ սառուց տվեցին, 20,000 դրեց գնաց, արա ասում դու կազինո ես գրել, Իրոք տպավորություն կա, որ սատանայի փողեր են բերել։ սենց ասում ես, այս մարդը, ջանաս որ մարդու մեջ շատ փող է ալում, դա դու չես մտածում, լավ բան, Հա, մտածում ես ինչ-որ բան է ինչի, այս մարդու հետ, ինչ որ մեկը տուժում է հիմա, որ այս 20,000-ը քեզ է գալիս։ այս 20,000-ը ինչ-որ մեկի աշխատավարձն է, սենց ինչ-որ բան մտքեր է գալի, Այո, եթե մի անգամ 20,000 թողեն, կարաս մտածես երեխա է ունեցել, լավ խոսքի օր է, եկել է խոսքի։ կապուչինո խմի։ բայց որ ու երևի մի 7-8 անգամ տենք, մի անգամ вообще եկա պրոստը ջուր ուզեց կրանից, ինքը прям ասեց իսպատ կրանը, Հա, խմեց, 20,000 թողեց գնաց, այս կետ կարող է տերն ա եղել։ չէ, Պրոստը գիտեր, որ իր ջեբն է գալու, տենց ամեն անգամ դալիս է։ հələ կստաց իրա ջեբը չէր է թալու է, հաստատ մեր, տեր կարա տերելներ էլի, Կամ գող ա եղել, խոսքի ուշի ջեբից է հանած բան մեկը։ ֆոկուս կինոյի մեջ են, որ ուշադրություն շեղել է, բան է, 20,000 սաղ ստաֆը նայում է, 20,000-ի մենք հենց ինչ-որ ապարատուրա է գողանում, բլին էտի, прям լեգենդ էր, մենք ամեն օր սպասում էինք այդ մարդու գալուն, ու որ գալիս էր, մենք շատ էինք ուրախանում, Հա, դες խենթությունները քեզ հետևում են ամեն դեպքում, դաժե եթե դու բան չես անում, դա էլ է չէ խենթություն։ Խենթ պատմություն է էլի։ Դե իմ համար դա դες խենթոտ պատմություն է։ Вообще բան է, դե պրիկոլնի կյանք է, տենց բան է, Հա, խենթ պատմություն մի հատ պատմեմ, որ իմ համար դա շատ անհավանական էր, հետո մի քանի սկզբից ովքեր որ կային այդ իրավիճակի մեջ իրանց եմ պատմում, ոչ մեկս չգիտեինք էլ, հեսա ասեմ կժոգես, իրանք էլ են տենց ասում անհավանական է, հետո ընկերներս եմ երկու հոգու պատմում, սենց ասում են, ու անհավանական չի, լուրջ է, ու ես պրոստը Короче, մի վաղ մի հատ օֆիսում էի աշխատում, մի 3 տարի առաջ ենթադրենք, ու գնացել ենք Կոնտ House, այնտեղ նստած էինք, ու ես այդ վաղ սովորությունի մարդկան զում արած նկարում էի, ընկերներս էլի պրոստը։ Ու այդ վաղ ինչ որ տենց նկարել եմ բան, ու ոչ իմ դրանից մի տարի հետո գծետը մի հատ աղջիկ կա, ով որ ընդունվել է մեր օֆիս։ Այդ վաղ ոչ մեկս ոչ ճանաչել ենք, ոչ էլ։ Այս վերջերս բան եմ անում, հեռախոսից մեջ մաքրում եմ նկարները հին, պրոստը ես գնացել եմ 2023 թվի նկարներ եմ նայում, տենց դա եմ հասել, ինչ որ ավելորդներ ջնջում եմ, բան, մեկ է մի հատ նկար է, որտեղ երգից մեկին եմ նկարում, սենց ֆոնին տեսնում այդ աղջիկն է նստած, այդ որ մի տարի հետո է ընդունվել։
It's a so I cross. Ինքն է խոսքի։ Հա, այս ում հետ որ նստած է ուղարկում իրանց այդ նկարը, ասում հələ զում արա տեսո բանսախ sense զարմանում են սկսում։ Ասում են ուղարկի այդ աղջկան։ Հա։ Ուղարկում այդ աղջկան, ինքը տեսնում է, ինքն էլ է զարմանում, ասում է, վայ, ես հիշում եմ այդ օրը, ասում է, այս օրը լիքը ֆոտոներ եմ արել։ Ու նկար է ուղարկում, որտեղ ինքը գինին է նկարել սեղանին, ու դե ֆոնին ես եմ նստած խոսքի։ Անհավանական չի։ Համաձայն եմ, դի լուրջ։ Նորա բայց բան է, էլի ինչ որ ես ստացի տենց բաների հավատում եմ այդ որ կյանքը ինչ որ եթե բաներ ալնում է դի պատահական չի բան sense դի ինչ որ լինիա է էլի ճոգում ես կյանքի այդ տենց հրաշք պատմություններ որ տենց իրար ակամայից երկուսը նկարել ենք հետո նույն տեղում ենք հայտնվել ու չենք իմացել հետո էլ այդ նույն տեղում չենք ու նոր իմանում ենք դրան ասել դա sense ինչ որ գից կա որ sense արա ասում ես ինչ նուրբ բան է կյանքը գրողը տան հա որ երբեք չգիտես ինչ սպասես այս կյանքից 1000 տարի անցել է նկարես մաքրում ու մեկ է բացահայտում ես դες մարդ ես տենց լումենու աշխատողներից մեկը որ արդեն դե է աշխատում բան ինչ որ էլի բան էր մաքրում էր տոլի ինչ հեռախոսը շուտվա երևի 20 էլի 23 թվի վիդեո ա գտնում մեզա նկարեն դա չէ որ ավելի հրաշք է ես էլ եմ այդ մասնակցություն ունեցել չէ բանը պրոստը դրած է ինքը կոֆե է սարքում լումենում ես եմ մտնում ցած քաչալ նորն բանակից եկե կոֆեն վեկանում գնում եմ ասում նա ինչ եմ գտե սումորա դե էսի ուրեմն պետք էր որ ցած եղավ դենց բաներ որ մտածում ես էսի կարաշ չլներ այց եղել է Արա вообще Այս խեմ մանթա որ դա պատմություն ընկերներս են պատմում ասենց ասում են դա տենց անհավանական չի հետաքրքիր է բայց ասում ես դժվար է մարդկանց զարմացնել Արա հա ես մեկը լնում է որ ցած ինչ որ բան ես պատում քո ըղմետի չի տեղավորվում բայց իրենց համար սովորական է Просто ես գիտես ոնց եմ նայում, то есть եթե էդի չի անհավանական, ուրեմն ի՞նչն է անհավանական։ Եթե ես ինչ-որ մի բան եմ պատմում անհավանական, բարձա որ ինքը հավանական է, որտեղ եղել է։ То есть ես իրան անհավանական եմ համարում հավանականության շրջանակներում։ Այդ մարդիկ իմ ջոգելով ոչի բանից չեն զարմանում։ Հա։ Եթե չի զարմացնում, ի՞նչ պետք է զարմացնի մարդուն։ Նես բանը, էսա դա հրաշք։ Հեռախոսը։ Էսի։ Հա, ջոգում ես։ Քանի տարի անց է։ Դե հրաչը ստիկերը դաժե ես չէի տենում որ ցույց տվեցիր նոր ընդ հաստատ չէր։ Բանը ցույց եմ տալու մոտիկից։ Ինձ թվում է չերևաց։ Երևաց պրոստը սա հեռախոսն։ Ոչ մի ստիկեր կա հեռախոսիս հետևը։ Ես բանակում էի հրաչը նկարելը ու մենք հիմա խոսում ենք իրար հետ։ Բայց այն վախտվանից ես ոչ մի մարդ չեմ ճանաչում որ ես խոսամ։ Հա։ Հա, այդ վաղտ вообще հետաքրքիր է դու ինձ գրեցիր, չգիտեմ որտե դու ինձ որտից գտար։ Ես դու այդ վաղտ բան էիր անում, իլյուստրացիաներ էի։ Երևի Instagram post տեսար գրեց։ Տեսա գրել եմ։ Դու սարքեցի, հետո այդ event-ը եղավ, հետո էլ իրար չտեսանք։ Չտեսանք 4 տարի երևի։ Հա։ Դու հետո ոնց որ ջնջեցիր այդ էջը։ Հա։ Ու հիմա stand-up ես անում։ Չնայած լագիշնի է, դու վախտվանից շատ էիր նայում stand-up։ Հա։ Նեստաս նայում էի ինչ կոյ Մեդովշիկովային էիր նկարել, վախտ Մեդովշիկովան вообще տիպը երևացող դեմք չէր։ Ինչպես եւ հիմա։ Ну, հիմա բոլեմին է շուր։ Հա, բայց ռազուշ sense բանա, անկեղծության պահա քեզ մի հատ բան հարց։ Ասկի այն վաղ, տենց որ ծանոթաց ենք այդ ստիկերների բանով, հետո եկավաղտ կապ չկար, հետո մի անգամ երբ որ Արտուրը ու այթե Գարիկը ու մի հոգի ոչմ ամենաառաջի համերգը որտեղին պիկնիկայինում stand-up այդ վաղտ տեսա քեզ ու sense շատ sense մի տեսակ հազիվ բարևինք ես չգիտի դաժե դու ինձ հիշիր թե չհիշիր ես շատ եմ ես կարող եմ հիշել եմ բայց ամաչել եմ բարևում որտեղ հետո կլուբի մոտ է արդեն ես հիշացի քեզ տարի առաջ որ sense էլի տեսանք ու sense ուզում ժոգին դու ինձ
Հիշում ես, չես հիշում։ Ես քեզ հիշում, ես չեմ ժողովուրդ ինձ հիշում։ Բայց ես միշտ ես էլ եմ տենց մտածում։ Ես sense մտածում եմ, կարող է չի հիշում, դրա համար չեմ բարևում։ Բայց որ sense գիտես ոնց է։ Ես կոնտակտի վաղտ եմ բարևում։ Որ sense ինչ որ աշկերով նայում ենք իրար, 2 վայրկյան ծավալ, ես այդ վաղտ մոտենում եմ, բայց որ բան ջոգում եմ այդ մարդը ես կոմ չի նայում, չեմ կարող գնամ sense ինչ որ։ Դե դա вообще դժվար է, եթե այդ կոմ չի նայում, բայց դաժե երբ որ նայում եք իրար, մեկը մտածում ես որ բան կա, չէ՞, sense ասում ես կարող է պրոստը յա նայում։ Էլ չի հիշում, հա։ Ես թվում ենք ամաչկոտ մարդիկ ենք պրոստը։ Դրա համար է տենց։ Ես թվում է գիտես այդ ինչ մոմենտ է, ինչ որ վախա մանթոն գնել հա։ Իմ մոտ պրոստը շատ է եղել, որ ես ինչ որ տենց ծանոթ տենեմ կամ ինչ որ մարդ որ շուտվանից չեմ տեսել բան անեմ ինքը իմ կողմ չնայի ես ասեմ բարև ինքը մեկը իմ կողմ չնայի ու ես sense okay էլ երբեք չեմ բարևի ոչ մեկի չեմ բարևելու ինչ որ շատ sense դեբիլ ես քեզ գում այդ պահերին պրոստը Ճիշտ լավ տեղավորված Բայց դեզած որ բարևեցինք Որ չբարևին չէ որոշիչ բարև էր Այդ մոմենտը կա իրականում որ շատ ինչ որ շատ արժեք է տալի այդ իրավիճակին էլի որ խոսքի բա որ բարևեմ ու ինքը ինձ չհիշի ու հետո տենց դու քեզ ված հա բայց խոսքի այդ ված գալը մեծ հաշվով արժեք չունի դες եթե դու իմանաս որ դիմացինդ մեկը ալնելու քեզ մեծ հաշվով մեկ կլինի բայց միշտ այն բանը կա որ ես բարևեցի ինքը ինձ չհիշեց ու հիմա ինքը մտածում է ինչ որ բան ինքը մտածում է էսով էր էս լոխը ոնց որ գիտես որ դրա համանցում եթե օրինակ ինչ որ անոնիմ չաթ լինի ինչ որ աղջկա բարևես չպատասխանի ասես մեկը եթե խոսքի դուս այդ մարդուն բարևես ու ինքը չբարևի քեզ դա քեզ կկպնի շատ հարցը ինչ է որ քո բարևին չպատասխանեցին հարցն է թե այդ մարդը ինչ ձև է ընկալեց ու ինչ ռեակցիա տալի եւ այլն ու դու ոնց ես մտածում ինքը ոնց կընկալի էդի բայց ինքը вообще կարող ոնց էլի ես օրինակ շատ եմ տենց մտածում ինչ որ այդ բարևելու պահերով բան այս վերջում դաժե եղավ բան մոտիկ մտերիմ մարդկանցից մեկին տեսայինք փողոցում ասել վրազ էի մի քիչ բարևեցի բայց չկներես պետք է գնամ արագ ես ինքսանց բան եղավ տիպը օքեյ գնում եմ ու ես քայլում եմ ու ես մտածում եմ բլին մեր հարաբերությունները փչացան իսկ ես պրոստը վրազ էի ես ինքը հաստատ այդքան չի մտածելու էլի չնայած կարող է մտածի բայց պրոստը մտածողը կարող է անմեղ իրավիճակում է մտածի հա կարող ոչ մի բան չանես ինքը իր մեջ բայց դաժե տենց 90%-ով վստահ եմ որ ինքը չի մտածելու ոչ մի վատ բան բայց ես ներքուստ գիտեմ էլի որ տիպը վсё ես այսօր լավ չեմ քնի այսօր ես ինչ որ պլան կկառուցեմ որ մենք էլի ընկեր անենք դա սա բանից է էլի մեր ուղեղներ սաղ ստեյը սաղ մեր ուղեղների մեջ այդ գրելով կստացի ավելի բանը օքեյ է դաժե եթե գրես չպատասխանի դա իմ համար ավելի օքեյ է քան որ բարևես չպատասխանի հա հեշտ է ավելի մոռանալ ավելի քիչ բան է քեզ կապում այդ իրավիճակը դու կարաս ջնդես как минимум ու տիպը ես բան չեմ արել ես տես բան չեմ գրել լավ հիմա այդ հնարավորությունը կա որ ջնջես ու իր մոտից է ջնջվի դա չէ Այն վաղտ մենակ ինքդ քեզ կարայր խափեիր պրոստը քո չաթից քո նամակը ջնջեիր պրոստը դեբիլ ես դառնում իր աշկերում ինչ-որ բարև ու ջնջում ես հետո ինքն է գրում բարև գնում ես խի ես գրում ես մենակ քո չաթում ա տենց բայց ես այդ մոմենտն չեմ սիրում որ խոսքի Telegram-ում օրինակ կարան գրեն ու հետո ջնջեն ես вообще չեմ տեղավորվում որ ինձ գրում են ջնջում են
Ես չեմ ջնջում, որովհետև ես հետի չեմ սիրում, խացա մեկ-մեկ Ես տենց շատ редко եմ ջնջում, բայց որ ջնջում եմ ուրեմն էդի տիպը էլ չի կարա, տիպը գրել եմ քել հնենք կաֆե, էլ չեմ կարա գնամ կաֆե, հա, որ այդ մարդը ինչ որ չխառնես, հա։ դիսկոմֆորտ չլինի համին ցամիրան։ Բայց որ ինչ որ բան են գրում, որը որ կարիք չկա ջնջելու ու հետո ջնջում են։ Այդ մարդը կարող իր մեջ այդ կարիքը գտել է իրական, պրոստը ոնց որ դու вообще ոնց ես նամակներին մի անգամից ես պատասխանում, թե ելնում որ հետո նայեց ով է։ Ոչմ կարան են լինի որ հետո Հա, պատասխան։ կարան են լինի որ։ Իմ մոտ էլ է sense, որ կարող notification-ով տեսնեմ, բայց հարմար չի ես վարկյանի, Դի մտածես մի քիչ։ կամ պրոստը բարոց չի գրել ու մի ժամից բացում, տեսնում չկան այդ նամակները, Հա, ասում ես արա, դե ես ուզում էի պատասխանել։ բայց ես տենց վաղ ասում եմ։ Հա, ես կյանքում ես եթե շատ մոտիկ ընկերս է տենց բան արել, կարամ ասեմ տիպը սենց, բայց եթե շորն էս մարդը որ պրոստը գրել է պետքա խոսանք, բան ասում լավ չենք։ Ավելի չենք խոսա։ Էլ չենք խոսա կյանքում։ Ես որ մեկ ասում պետք է խոսանք, միշտ երազում ես չխոսալ, պրոստը։ Հա, այդտենց արտահայտություններ կան, չէ՞, որ մի անգամից տագնապ են առաջացնում։ Նա այդ պետքա խոսանք օրինակ։ Էդի բանը զույգերի մոտ եթե գրում եմ պետքա խոսանք մի շաբաթից բաժան։ Ասում ես պետքա բերերիվ մի ամիս։ Շատ բան է, պետքա խոսանք։ Էլ ինչ կա այդ տիպի կարևոր բան ունեմ քեզ ասել։ Հա։ Այդ ու ինչ որ sense։ Որ ավելի տագնապ առաջացնում, որ ասում են պետքա խոսանք, երբ հարմար հանդիպենք։ Օրո, էդի ես вообще չեմ սիրում։ Էդի եթե պետքա հանդիպելով խոսանք, ես պատրաստ չեմ։ Հա։ Մենձի զանգի։ Որ տենց գրել են, ուրեմն բարձա վատ բան է եղել, չեմ ուզում ես իմանամ էդի։ Պետքա խոսանք, երբ հարմար հանդիպենք, բարև տատին։ Просто վատ լուրաս։ Որոնց կանալի ինչ որ։ Խոսքի ասում պետքա խոսանք, որ տագնապ առաջացնում, բայց դրա փոխարեն, եթե խոսքի գրեն, լսի մի հատ բան էի քեզ ուզում հարցնել։ Ա դու вообще напрямую չես ինի, չէ՞։ Աբա, միշտ իրան ինչ որ բան, որովհետև շատ բան օֆիցիալնի է ասում էլ ինքը տենց պետքա խոսանք։ հա, ոնց որ ընտրություն չկա այդտեղ չխոսան, չէ, պետքա ու Իսկ որ ասում եմ, քել մի հատ այս թեման քննարկենք ինչ որ բան, դաբայ։ Այո։ Ու վերնում է որ ասում պետքա խոսանք, դու ասում ես օքեյ, բայց էդի այդ նապերագի արժանի խոսակցություն չէր էլ ինչ որ անկապ թեմա է, բայց ասում ես լավ։ Եթե տենց կարևորություն ես տալի, Կամ որ խոսքի գրում են հարմարա զանգեմ։ դա բան։ Ինչ որ հանկարծակի ջոյի, ոչ թե այն մարդն ով որ չի ուզում անհանգստացնի քեզ, այլ նենց է գրում, որ էսի մենակ զանգելով կարա անի։ Եթե գրվենք կարող է գրվենք։ Պետք է անպայման զա։ Ես կստացի այդ բանը texting-ի chat-ի բանը չեմ հասկանում։ Ես emoji չեմ դնում։ Դեպի չգիտեմ։ Շատ ալնում որ ինձ emoji-ով նամակ ուղարկեն ու ես չհասկանամ Տրամադրությունը, հա, տրամադրությունը բան։ Ու հետո ես sense մտածում եմ, բայց հիմա ինչ emoji դնեմ։ Ու sense ինչ որ հիմնականում այդ դիլնում է ինչ որ Հայաստանի դրոշ, որը որ ունիվերսալ է, որը որ եթե տրամադրը լավ է, Հայաստանի դրոշ է դնում, մի անգամից զգացում եմ որ տրամադրը լավ է, կամ ինչ որ բան sense մուսկուլ դնում ես, sense այո, հա, դա միանշանակ ինչ որ բաներ, Հա, դες ինչ-որ երկրորդ տրամադրություն չունի։ հաստատ լավ է։ Իսկ ընդ ինչ որ ես բան, ինձ բան են ուղարկել, նամակ են ուղարկել, բանը, որ sense անձեռոցիկ է գտի մոտ ինչ որ։ Հա, Էդի ինչ է նշանակում։ հա։ Ես Այո, դա ոչ դրական է, ոչ չես ժոգում։ Դա Մոսկուլ չի որ ուրախանաս խոսքի։ Ես ինչ ախնչամ։ Okay, Okay։ Այս բանը նամակս խնչելով եմ գրել։ Այդ կա նշանակում։ Բայց դա երևի յանի հուզվել է, հա, դա, то есть Ես տենց տենց բան, ես տենց մտածեցի, բայց նենց ինչ որ նոսակի խնչեցիր։ Հա։ Ասում եմ, օքեյ, խնչի։ Տենց մի 10 հատ emoji կա, որ ես հասկանում եմ, մնացածը вообще։ Բայց ինձ թվում է դա օբշի է, տենց ինձ թվում է ընդհանուր է 10 հատնա հասկանալի խոսքի
Տխուր խնդացող, ուժեղ խնդացող, լացող, տենց բաներ։ լացող ուժեղ Խոսքի են բանին են դնում։ Կավբոյի գլխարկով էմոջի են դնում։ Էդ Այսինքն ի՞նչ ա։ ինչ։ Տիպը ես կավբոյ եմ։ Վատ է, որ շատ տարբեր ձև կարող կնկալ։ Հա։ Խոսքի հետ որ դնում եմ, ես մտածում եմ, թե sense հեյ, Հա, այդ տրամադրությունն է, բայց կարող вообще այդ չի։ Թողում ես ամեն մարդու համար կարա էմոջին տարբեր ձև նշանակի ու իտոգում չհասկանաք իր։ Ես Դա- ամենաշատը սիրում եմ սկոպկեքով, ճիշտ է, դա էլ քիչ եմ օգտագործում, բայց որ տխուր սկոպկա են դնում, մի անգամից ջոգում եմ, որ էսի տխուր էմոցիա է, ուրախ սկոպկա են դնում, ջոգում եմ, էսի ուրախ էմոցիա է։ Да скобкекն է просто ալմիորկը վուսիղարը։ Սկոպկեկն է просто բան են, էլի։ Խոսքի մի հատիկ ժպիտը, այդ յանի դրական տրամադրություն սովորաբար, եթե տոքսիկ խոսակցություն չի։ Երկու հատիկ ժպիտը, այդ արդեն տոքսիկ է գնա։ Ահա, 3 հատը թքիր դու։ Բայց մի 7 հատը, այդ յանի ինքը իր վրա պրիկոլ է անում, յանի հա ապուշտություն ասեցի։ Յանի ես գիտեմ որ ապուշտություն, բայց երկու հատ սկոպկեն, դա չգիտես Ու ինչ որ պահկա, որ էդի բանը ֆլիրտով են անում։ 3 հատ սկոպկա են դնում, բայց դու մեկը չես ջոգում, էդի ֆլիրտը թե կալանում։ Հա 3 հատը դա ֆլիրտ կարա լինի։ Հա, Այսինքն վաղտ միշտ տոքսիկ է մտի ընկալել։ Լուրջ։ Հա։ ես միշտ էդի բան եմ անում։ Մտածում եմ, էսի կամ ֆլիրտա կամ տոքսիկ, բայց ես չգիտեմ, խի միշտ մտածում եմ, էսի տոքսիկ է, էսի ձև չի իմ հետ ֆլիրտը։ 3 հատ սկոպկով։ Դա է խոսքի եթե գրում են բարև ու մի հատ սկոպ կա, այդտենց ժպիտով ասես բարև, բարեստը։ Իսկ եթե 3 հատ, այսպես բարև։ Բարև։ Թողը չգիտես քո գլխի գալիքը բարև։ Յանի ես հիշիր, հա բարև։ Չէ, ես вообще բան տրայտոյչն եմ շատ սիրում։ Ես դվայտոչն եմ սիրում ճիշտ։ Բայց դա տարբերություն կա ինչ որ։ Իմ մոտ կա։ Ինչա։ Յանի sense դվայտոչը ոնց որ պրոստը պաուզա ալնի։ Հա։ Խոսքից մեջ։ Իսկ տրայտոչը ոնց որ անավարտ ինչ որ բան, յանի դու մտածի։ Հա։ Դվայտոչը կարամ մի բան գրեմ, դվայտոչը ու շարունակեմ։ Տրայտոչն ես որ դնում եմ բաներ, ասես, դե գնա մտածի։ Հետաքրքիր բան է տրայտոչը։ Տրայտոչն այնց է որ կարաս մենակ տրայտոչը դնես, կարաս տեքստ չգրես։ Հա, դա դժում է որ ինչ որ բան են գրում, որ դու արդեն ասել ես։ Հա։ Դու պրոստը տրայտոչը ես դնում, այդ մարդը sense մտածում ասում է։ Իրոք ասել էր։ Հա, ասել էր էսի։ Բլին, արա պերեպիսկեն շատ հետաքրքիր բան է, էլի փաստորեն։ Այսքան խոսացինք պերեպիսկեն։ Պերեպիսկեն նենց բան է, որ ինքը նոր բան է, բայց լիարժեք մշակույթի մի բան է, շփման ինչ որ մի բան է։ Հա, բայց լիքը անհասկանալի է, էլի։ Հա, որտեղ դե սարի մոտ տարբեր է, էլի նույն բանը։ Ես օրինակ հիմա չեմ կարող պերեպիսը վցելնեմ, որտեվ տենց տիպը ինչ որ տոճկա է գալի, որ ասում հիմա ես պետքա լայքեմ էսի։ Ես հիմա էսի լայքում եմ, էլ չեմ պատասխանում։ Հա, էդի, հա։ Որտեվ ինչ որ պահի է գալի, որ այդ շփումը կորում է, էլի պերեպիսկի մեջ։ Հա, բայց դրա համար լավ որ կա սրտիկը, որ այդ բաների մեջ, շեյքների մեջ սրտիկը շատ դրական բան է ինքը, որ դրանով ես ավարտում խոսակցություն, ոնց որ օքեյ է, էլի։ Անի ջան։ Ու կա բանը, այս համբալություն, այսի ամենավատ բանը, որ գրում ես էդի են դնում ու չեմ պատասխանում, ուրեմն դու вообще շատ վառի բան ես ասել։ Դասի ոնց որ գնա, այդ դիլն է։ Հա, դզեց։ Գնաստից։ Ես մեկ ինձի բան են անում։ Ինչ որ խոսակցությունը, ես էմոջին չեմ հասկանում, ուղարկում եմ ChatGPT, որ բացատրի, ասում եմ էմոջին ինչա նշանակում ստե։ Ու ինքը տալիս է 5 վարիանտ, ու ես 5-ից ոչ մեկն է։ Դու սկզբանե 3 վարիանտ ունես, չէ՞ ինչ կարա է դիլն ինքը վայ քորա։ Լավ, երևի սենց։ Բայց իտոգում չես ջոգում, էլի։ Вообще էմոջիները ինձ թվում է ամենադժվարը դա նոր ծանոթների հետ է որ հասկանաս ինչ նկատի ոչ ամենաբանը իմ համար դա լյուբոյ ժպիտն է խոսքին կապ չունի կարմիր թշերովն է թե սովորականն է որ դնում են ես միշտ դա իրոնիա եմ տեսնում ես միշտ իրոնիա կամ բան է որ սենց ամաչողը
Մսարեսի ամաչ շումա թե կայֆավատար գլես։ Հա, Չես ջոգում вообще։ Հին ծանոթներից շատ կայֆոտ է вообще էմոջիները, որտեվ դուք տրեշ եք պրոստը իրար ուղարկում։ հա, Սա էմոջիների տեսքով։ Բաներն է լավը։ Telegram-ի այդ ստիկերները։ Այդտենց կարում եմ։ հա, ստիկերներով հասկանալի է ավելի։ Էմոջիները շատ համանապակ են։ Խոսքի ես եթե մեկին գրում եմ բարև, ասում եմ ոնց ես, ու գրում եմ լավ եմ, ու այդ բանն է, ժպիտով բանն է, էմոջին է, մտածում ես ինչի անի, էլ չգրեմ։ Այդ է ասում ասես։ Դա նշանակում է ես իրականում լավ չեմ։ Հա, կամ էլ է։ Շուտ չես հասկանում вообще խիեն։ Ես օրինակ տենց առանց էմոջի եմ գրում, ես ջոգում եմ, որ մարդիկ կան մտածում են վատ եմ խոսում։ Իմ մոտ է այդ նույն խնդիրը, կայս էլ եմ շատ հազվադեպ ու մի 3 հատ սիրած էմոջի ունեմ, որը դրանք եմ օգտագործում։ Մնացած վաղ մենակ ճանաչող մարդիկ են, որ գիտեն, որ 3 հատ էմոջի։ չէ, որ գիտեն, որ նորմալ ես, գիտեն ոնց ես դու խոսում, կարող են ընկալ են։ Առանց էմոջի խոսալը։ Ես ու բան կրակն եմ սիրում, տիպը կրակ։ Բան ժպտացողը տիպը խնդալու է, այո։ Մեկ է բան, որ մի հատ արցունք հաստե, դու ջոգում ես մարդը տխրեց քո ասածից, ինձ 3 հատը հերիք է, ուրախություն, տխրություն։ Դե տենց է ապրում ենք ինձ թվում, այլ։ Ունդ է կավբոյ։ Հա։ Չես ջոգում։ Հասկի մենակ մի 5 հատ երևի զարմացած էմոջի կա։ Միտե ունքերով է, միտե առանց ունք։ Խոսքի ես ոնց ջոգեմ, ես բան ես ունքերով եմ զարմացել, թե առանց ունք եմ զարմացել։ Դի բան վերեպիսկից sense, օրո, հələ գնում մի հատ 100 դենն է, ոնց արի։ Չկա, չէ, այսի առանց ունք բանը։ Բան ստես, բանա զիպ ա եղել։ Բերանը զիպ ա, հələ չեմ կարող խոսեմ։ Կամ որ խոսքի կան շորի էմոջիները, դե ինչ որ մեկը օգտագործում է։ Օրո, էդի ասեցի, գիտես ինչ հիշա, նույն որ sense կարմիր պլատյով աղջիկա sense գնում է։ Չպարում ինքը։ Պարում է։ Հա, Ես գիտեի գնում է։ Չէ, մնում է։ Պարում է։ Հա։ Էդ ինչ է նշանակում։ Յանի հեյ։ Էդի կավբոյի նման է, հա, հեյ։ Կե կավբոյ, հեյ։ Հա։ Հենց է, իսկ ենի յանի, օպա։ Հա։ Շոգի։ Ես միշտ մտածել եմ, դե Ես միշտ մտածել ես գնում են, դա աղջիկները իսկ իրանք ուղղակի ուրախ էին, չէ։ գնում է կամ գալիս է, չգիտեմ, բանը, վարդը, թորոմած։ Տենց բան կա։ Հա, թորոմած վարդ։ Ես արա ասում եմ, ես ինչ եղավ։ Թորոմած վարդ է դրա։ Ինչքան բան պետք է կատարվի խոսքի կյանքումդ կամ այդ չաթի մեջ, որ կարիքը լինի, չէ, հասնես այդ էմոջիներին։ Հա։ Կոշիկ խոսքի, պրոստը։ Այս պրիտոմ բան, մի քիչ ավելի ջահել մարդկանց, որ հետ խոսում ես, իրանք բրան պրոֆեսիոնալ գիտեն էմոջիները։ Իրանք դնում են էմոջի։ Ջահելները։ Հա։ Բան, միջով 20 տարեկանում հետ ես խոսացել եմ, տղա աղջիկ կապ չունի вообще։ Համարասավ էմոջիներ եմ դնում։ Ու չեմ հասկանում։ Մեկը ինչ որ ֆունկցիաներ է ավելանում, ես չեմ հասկանում դա ոնց են անում։ Չաթի մեջ են էմոջի դնում ինչ որ Instagram-ի, Այսինքն չաթի մեջ նկարում են, չես տեսա այդ։ չէ, Instagram-ում Հա, короче, ես այդտենց ջահելների հետ էի խոսում։ կարող են չաթի մեջ նկարել։ Հա, չաթի մեջ կարան նկարեն ու ինչ որ միտեղ էմոջի դնեն, բան գրածից վրա հենց էմոջի են դնում։ Ու չդզեց ճիշտ ասած։ արա ես ես վերջերս դրան ասում եմ, ես ինչ Նախ ոնց արեց ես, չէ։ ես հիմարով ման եմ գալի չեմ գտնում ձևը։ Ասում եմ ես всё ծերեմ։ Ես էլ տեխնոլոգիաներից գլուխ չեմ հանում։ Ես որ հարցում եմ դնում են թե չէ вообще էմոջի, որտեղ որ ինչ որ նոր մարդու հետ եմ ծանոթանում, որ ինձնից գոնե մի 5-6 տարի փոքր է, ինքը ոնց գրում է, ես մտածում եմ երևի սենց է հիմա ձևը, սենց չի դնում էմոջի, ասում եմ հիմա ես որ դնեմ, ես պրոստի ինչ որ ծերակույտ եմ լնելու այդտեղ։ Կամ որ շատ է դնում, դու էլ ես սկսում շատ դնել, բայց մտածում ես ես չեմ вообще си cringe։ Սզում ես արա պրոստը։ Չգիտեմ այդ переписка, ես вообще չեմ սիրում նա переписка։ Էդի պետք է прям մարդ լինի, ով
շատ լավ է ինձ ճանաչում որ перепискանը Типа դու գերադասում ես живой շփվել թե գերադասում ես չշփվել։ Եթե живой շփվել կարանք живой եթե նայ online friend չունեմ Դու online friend նկատում ես որ մենակ online ես հետը Չէ դե կարանք մի երկու անգամ տենանք իրար խոսքի ինչ որ կես տարվա մեջ Հա բայց տիպը հիմնականում կապի մեջ եք ու online է ձև հա Հա Մի խոսքի ես ընկերներ ունեմ որ իրանց տենց ամիսը մեկ եմ տենում բան կուզեի ավելի շատ խոսա իրանց հետ բայց перепискով անհնար է պրոստը ինչ որ պահի ինքն է քեզ սին տալի ինչ որ պահի դու ես իրան սին տալի ու դուք չեք ճոկում Հա այդտեղ իմ մոտ ամենաբանը բարդը այդ ինչ որ աղջկա հետ եթե ծանոթանում եմ online էլի բացատրելն այդ մարդուն որ եթե մենք ժամը մեկ ենք իրար նամակ գրում ինձ դժվար է քո հետ շփվել որտեվ իմ տրամադրությունը անցնում է այդ ընթացքում խոսքի ես կարող ողջևորված լինեմ դու մի բան գրես ես քեզ պատասխանեմ դու մի ժամից երբ որ գես իմ ողջերվությունը անցել ու կարող ոչ մի բան էլ չունեմ ասել ես արդեն տխուր եմ հա բայց այն վաղ եթե ակտիվ չաթի մեջ ալեք լավ գնա ես էդի չեմ вообще թե մի ժամ հետո են մարդիկ իրար պատասխանում ես չեմ կարող եթե մի օր է անցնում ես արդեն ուրիշ մարդ եմ այլո ես արդեն մի օրը ես կարող вообще փոխվեմ ինչ որ կինո նայեմ փոխվեմ вообще ամեն օրը նոր էջ է այո Ես աղելա որ ինձի 2-3 օր հետո եմ պատասխանը ես դաժե չեմ հիշե ինչ էի ուզում այդ перепискից տանել տիպը ես դե ինչ եմ գրել Ռիլ ես ուղարկում մի օր հետո եմ պատասխանում դա ասում ես արի ես ռիլը արդեն ակտուալ չի Ես ռիլը 3 է ակտուալ Դժվար է այդ перепискով ես չեմ կարող ես բան ֆանատ եմ աշկերի մեջ ներ խոսալու Ես переписки հետ օքեյ եմ ասենք տես նոր ծանոթանալու դեպքում եթե ակտիվ գրվում եք ու այդ ընթացքում դուք ինչ որ ընդհանուր տրամադրություն եք ստեղծում ձեր երկուսի ու ջոգում եք դուք բռնում եք իրար թե չէ բայց ես ներվանում նրանից որ խոսքի մարդիկ այնց ուշ չեն պատասխանում ու ես ասում տիպը եթե հետաքրքրված չես արի պրոստը ավարտենք այս կանալ ու այդ մարդիկ նենց են ընկալում որ տիպը դու բան կոպիտ ես դու անհամբեր ես տիպը ինչ վատ բան կա պատասխանեցի չէ ես նա չէ հետաքրքրված չեմ ուղղակի զբաղված եմ ամեն ժամերով հա ես ժամը մի րոպե եմ ազատ ելնում Դա կստացի բան հələ աղջիկների մոտ միտեղ ես հասկանում եմ էդի տիպը հայենք զբաղված մի անգամից չենք կարող պատասխանենք հայ բայց որ ինչ որ ընկերներս են մի ժամ հետո պատասխանում արա ես դες ճանաչում եմ դուք հեռախոս մի ժամը մեկ չեք մտնում ես եմ ցավոք հա ես կարող տես դե օր արնում sense մի հատ նամակ է գալի պատասխանում ես երկու հատ է գալիս ինչ որ ուրիշ չաթից ասում ես տես ազատվեմ պատասխանեմ հակեժանից պատասխանես մեկը ինչ որ բայ տեսնում ես 7 հատ նամակ կա ու ուզում ես պատասխանես բայց խոսքի խառն ես այդ բահին հա ու ասում ես լավ ես իր քիչ հետո հա իմ մոտ прям ելնում է որ ես sense նամակը մտածեմ սի իրիկուն վա պատասխանելու նամակը հա կա տես ինչ-որ բան դաժե եթե այդ բահին նես չի շատ զբաղված ես բայց տեսնում ես որ այսքան մի հատ նամակին քեզ գրե պետք է մտածել հա ես պետք է մի հատ հարցնեմ քննարկեմ ընկերներիս հետ պատասխանեմ Դե այդ բանը գործնական որ ինչ որ բան են գրում դա вообще չես ճոգում ինչ տիպի պետք է պատասխանես էլի հա դրան պետք է տրամադրվես ու մի բան գրես լավ կգամ շատ երկար ես մտածում էլի դիմ Զե գործնականի վատը է նա որ Արմիկ շատ ես տես նամակների մեջ չլին ջոգում ես որ 90%-ը փուչ նամակներ է շատ փուչ նամակներ է ու մեկ ասում ես այ ես հիմա լավ ես թողեցի 5 ժամից պատասխանում տրամադրվեցի մտածեցի խոսքի իմ պայմանները ասեցի բան ու ինձ չպատասխանեցին արժեր ես կան խորանալ ու ինչ որ չաթա չէ 10 հոգանոց դու գրում ես չտեսան
Մեկը էդի չեմ սիրում, որ չաթա ու առանց քեզ ակտիվ են չաթի սաղ մնացած մասնակիցները։ Group chat-ը, Ինչ-որ որ մտնում ես 60 հատ նամակ կա խոսքի, բայց դու 5 րոպե առաջ էիր մտել։ Ով վերջում գրած է ինչ կասես մի ու դու պետք է սաղ կարգաս իրանց մտքերը, որտեղ որ իրանք մի ժամ քննարկում են ու դե հաց ուտեն այսօր։ Պրոստը կարակ վերջի հարցը գրեք, ես իմանամ։ Այդպես գործնական նամակներից վերջերս LinkedIn-ով մի հատ կիներ գրել։ Անծանոթ էլի connect-էր տվյալ ընդունել էի, մի քիչ հետո գրել է բարև հրաչ, մի հատ գործ կա քննարկելու, այս իմ հեռախոսի համարն է, կարա զանգես։ Ու վсё։ Բլին, էդի ես вообще չեմ կարող հասկանամ։ Ես ինչ էր խոսքի։ Բայց ինչ գործ է։ Ես ինչ իմանամ։ Գործ եմ ես զանգում։ Դու չէիր ուզում ինձ գործի վեր գալ։ Ես գործ չունեմ, ես րոպե կարողա չունենամ խոսքի։ Վախ դու զանգ։ Հա։